Մտածեք, որ ձեր աղոթքը մեծ զորություն ունի բժշկելու անգամ այն հիվանդությունները, որոնք որ բժիշկների ուժերից վեր են։ Դու հավատում եք սրան։ Տեսեք, մի իծնե կաղ կար, ինքը բժշկվավ, հետո քահանաները կանչեցին առաքյալներին, բա ինչ ձևի բժշկեցիք, իրանք հետևյալն են պատասխանում։ Սա գրված է Գործք առաքելոց 3-րդ գլխի 16-րդ խոսքում, ասում է նրա անունը հավատքով, ում անունը, Հիսուսի անվան մասին է խոսքը, չէ, նրա անունը հավատքով նորից շեշտում է, նրա անունը զորացրեց սրան, որը դուք կտեսնեք և կճանաչեք։ Այդ հավատքն է, որ առողջացրեց նրան ձեր ամենքի առջև։ Ուրեմն տեսեք, թանկագիններ, Հիսուսի անունը, հավատքով Հիսուսի անունը բժշկում է։ Շեշտում է, առաքյալը շեշտում է։ Քահանաների մոտ հարց այդ ոնց էլա, որ իծնե կաղը բժշկվավ, ինչ անունով, ինչ զորությունով արեցիք, իրանք շատ անկեղծ պատասխան են տալու։ Նրա անունը հավատքով զորացրեց սրան։ Նորից կրկնում է և ասում է, այդ հավատքն է, որ առողջացրեց նրան ձեր ամենքի առջև։ Հավատքն է։ Հիմա թանկագիններս, ես ինչ եմ հորդորում, որպեսզի Հիսուսի անունով հավատքով մենք աղոթենք մեր եղբոր համար։ Գիտեք, սիրելիներ, մենք մեկ ընտանիք ենք, մենք մեկ մարմին ենք, ամեն։ Եվ սիրելիներ, եթե մեր մեջ ինչ-որ մեկը տկար է, մենք բոլորս պետք է կանգնենք իր համար։ Եթե քո մարմինը օրինակ, չգիտեմ, մի հատ վերք ալում, քո ամբողջ օրգանիզմը կենտրոնանում է, որպեսզի բուժի այդ վնասվածքը, գիտեք թե չէ։ Նույնը եկեղեցին է, ժողովուրդ ջան։ Ամեն թանկագիններս։ Մենք պետք է հավատանք հրաշքների։ Առավել նվիրման տարի է այս տարի, ժողովուրդ։ Դուք ամեն մեկս մեր չափով, ես իմ չափով եմ նվիրված, այն մեկը իր չափով, այն մյուսը իր չափով, բայց ասեմ թանկագինս Աստված առավել նվիրում է սպասում։ Աստված սպասում է առավել նվիրում, ժողովուրդ ջան։ Սպասում է մեզնից։ Որ մենք ավելի մոտենանք իրանը։ Որ մենք ավելի իր գործերի մեջ, ավելի մի բան ես անում, երկրորդն էլ անես։ Ամեն թանկագինես։ Այս աշխարհը չի ուզում, որ դու մոտենաս Աստծուն, ավելի ճանաչես Աստծուն։ Այս աշխարհը չի ուզում, սատանան չի ուզում։ Քո շրջապատն էլ չի ուզում, որ դու մոտենաս ավելի Աստծուն, նվիրվես։ Կարող է եւ միգուցե քո ընտանիքի անդամն էլ չի ուզում, որ դու ավելի նվիրվես։ Ես դրա միջով անցել եմ։ Բայց եթե դու Տիրոջը սիրում ես, ոչ ոք չի կարող քեզի կանգնացնել։ Այսօր ես ուզում եմ առավել նվիրվածությունից խոսամ ձեր հետ, թանկագիններս։ Ու մենք մեր անձերը որոշում կայացնելու նվիրենք, ում առաջինը Տիրոջը իհարկե։ Ուզում եմ բացենք Հռոմեացիս մեզ մի շատ ծանոթ տեղ, թանկագիններս, ու մի բառի վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք, Հռոմեացիս 12:1։ Հետաքրքիրը գիտեք որն է, որ Պողոս առաքյալը ասում է աղաչում եմ, նայեք ես խոսքը կարդամ, հետո կանգնենք այս բառի վրա, ասում է արդ աղաչում եմ ձեզ եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք։ Շարունակությունը հետո մենք կնայենք։ Հետաքրքիր է ժողովուրդ ջան, որ առաքյալը չի ասում հորդորում եմ, չի ասում հրամայում եմ, ասում աղաչում եմ ձեզ։ Ես մտածում եմ առաքյալը ինչ բառ օգտագործեր էր, հորդորանք, հրամայական, ոչ մեկ չէր գործել, անցել էր աղաչանքին։ Ասեմ թանկագիններս, առաջի դարում էլ մարդիկ գալիս էին եկեղեցի գնում էին, բայց չէին նվիրվում։ Դրա համար առաքյալը ասում է
աղաչում եմ ես ձեզ։ Այստեղ եք թանկագիններ, մի շեղվիք, հենց շեղվակ, նկատողություն կստանաք։ Հիմա թանկագինես ասեմ ես ձեզի, ինչ է կարծում առաքյալը տիրոջ հոգով էր խոսում, եղբայրներ, հա? Հիմա պատկերացրեք հստակ մի բան ասեմ, Սուրբ Հոգին, Պողոս առաքյալի բերանով, ասում է աղաչում եմ ձեզի, ձեր անձերը ընծայիք։ Սուրբ Հոգին դա ասում է առաքյալի բերանով։ Ինչ եք մտածում։ Ընծայենք տիրոջը, թե պահենք մեզի, մեր անձերը։ Ընծայենք ժողովուրդ։ Մի հատ թափառա։ Ընծայենք։ Հիմա լսեք շարունակությունը։ Ասում արդ աղաչում եմ ձեզ եղբայրներ Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհաբերություն։ Այսինքն ողջ դու քեզի ընծայես տիրոջը, զոհես տիրոջը, չպահես քեզի։ Ընդհանրապես մի բան ասեմ, գիտեք ովքեր են ընծայում, առատաձեռ մարդիկ, առատաձեռ են եղի քո հանդեպ, քո մարմնի հանդեպ, դուր, մի խնայա։ Մենք ֆինանսական զոհաբերություն ենք, չէ՞ մեկ խոսում, այսինքն հաճախակի, հիմա անձի զոհաբերություն ենք խոսում մենք, որ դու քո անձը չխնայես, չպահես քեզի, տաս տիրոջը։ Այ Աստված, թանկագիներս, միշտ սրան է սպասում, միշտ, կանգնի տիրոջ առաջ ասա Տեր իմ անձը տալում եմ քեզի, ինչ ուզում ես, ես անկախ իմ բանից, քո ուզածը, իմ ուզածի հետ համապատասխանում է, թե չէ, ես տալում եմ իմ անձը քեզի, ոնց կուզես վարվի, կարաս այդ համարձակ աղոթք անես։ Եթե կարաս անես, պատրաստ եղիր, որ Աստված քեզին այս բաները ասելու, որ այդքան էլ քո սրտով չի լինելու, այդքան էլ քո դուրը չի գալու։ Բայց ոնց սենց, բայց ոնց էս ցրտին, եթե Տերն ասում, վազի։ Լսեք, թանկագինս կամ դու քո անձը պահելու ես, չգիտեմ, նեղացնելու ես, պահելու ես քո համար, այս աշխարհի համար, մեղքի համար, կամ տալու ես տիրոջը։ Ես ուրիշ տարբերակ էլ չեմ գտնում։ Ամեն ժողովուրդ ջան, չխնայես, եթե Տերը ուզում է քեզի գործածի աշխատացնի, մի խնայիր անձդ։ Քո ոտքերը գիտեք ինչի համար է, տիրոջը ծառայելու։ Քո ձեռքերը գիտես ինչի համար է, էլի տիրոջը ծառայելու։ Քո բերանը գիտես ինչի համար է, էլի տիրոջը ծառայելու։ Ակաժները նրան լսելու։ Ամեն ինչը նրան ծառայեցնելու համար է։ Քո տաղանները գիտես ինչի համար է, տիրոջը ծառայեցնելու։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ, այն մարդիկ շատերն են, չէ՞ այսօր ուզում հարստանան։ Շատերը ուզում են հարստանան։ Հա? Ինչի համար են ուզում։ Հարմարավետ կյանքի համար, ասեմ, ընդ կռապաշտություն կա։ Ես մի հատ կուրք եմ ես վերջերս հայտնաբերել, որը կոչվում է հարմարավետության կուրք։ Մարդիկ հարմարավետությունը ստեղծում են, իրանց մտնում են իրանց անկյունն ու ելնդից դուրս չեն ուզում գալ։ Լսի Աստված ասում է, այդ դիվանուց էլի շատ կնստես, լավ չի լինի։ Ասեմ թանկագինս, եթե դու հարստանում ես ու քո հարստությունը պետք է տիրոջը չծառայա, դու սխալ ճանապարհի վրա ես, կռապաշտության մեջ ես ընկնելու։ Իմաստ է։ Միևնույնն է, թանկագիններս, այս կյանքը ակնթարթ է։ Սիրելիս, եթե դու իրական երկրպագող ես, քո ամեն ինչն է ծառայել տիրոջը, քո տունը, քո մեքենաները, քո երեխեքը, ինքդ դու ես քեզի ծառայեցնելու, սա է իրական երկրպագությունը։ Գիտեք, հեթանոսական ժամանակներում մարդիկ իրանց երեխեքին տարած, ոչ թե կենդանի զոհավորած, տարած մորթած, ու գիտեք ում առաջ դևերի, մի հատ արձանի,
Բայց այսօր Աստված չի ասում է ձեր երեխեքին բերեք, ձեզի բերեք, զոհ բերեք իմ առաջ, ասում կենդանի զոհ եմ ես ուզում, դու պետք ես ինձի Աստված ասում է։ Ամեն թանկագիններս։ Մի ասա ես մեծացել եմ, մի ասա ես ծեր եմ, էլ չեմ կարում, տեղացավում։ Ինչ կարաս, մի խնայա։ Աստված գիտի քո կարողությունը։ Իմացի առավել դու պետք է քեզի ընծայես։ Մտի աղոթների մեջ։ Ու ընդես դուս մի արի։ Ամեն, ժողովուրդ ջան։ Ուզում եմ բացենք առաջի Հովհաննես 2:17 խոսքը։ Առաջի Հովհաննես 2:17 խոսքը։ Նայեք ինչ է գրված։ Ասում է աշխարհն էլ կանցնի։ Եվ նրա ցանկությունն էլ։ Լսեք, Ժորժ ջան, այս աշխարհը այդ նյութապաշտության մեջ է, ու գիտեք սատանան ամեն ինչ անելու է, որ դու էլ ընկնես նյութապաշտության մեջ։ Բայց Աստված ասում է, այս աշխարհն անցնելու է։ Նրա ցանկությունն էլ անցնելու է։ Բայց նա որ Աստծո կամքն է կատարում, հավիտյան կմնա։ Ժորժ ջան, շատ պարզ գրված է։ Ուզում ես քո փրկությունը 100%-անոց հաստատված լինի։ Նրա կամքը սովորիր եւ կատարիր, սա է ճշմարտությունը, ժողովուրդ ջան։ Նրա կամքը կատարողը հավիտյան կմնա, այսինքն եթե դու գիտես որն է Տիրոջ կամքը քո կյանքի համար, ու դու կատարում ես դա, դու ամենաերջանիկ մարդն ես։ Ամենաերջանիկ մարդն ես այս երկրի վրա։ Ես ասեմ քեզի, այս վերջերս ես շատ եմ էլի այդ հոգևոր վիդեոներ թերթում, շատ։ Վլադ Սավչուկանով մի հատ լավ քարոզիչ կա, լսած կլինի։ Գիտեք ինքը ինչ ասում։ Ասում է, եթե դու քո անձը չես նվիրում, դու դևերի վրա իշխանություն չես կարա ունենաս։ Եթե դու քո անձը նվիրում ես Տիրոջը, դու դևերի վրա իշխանություն ես ունենում։ Դրա համար է Պողոս առաքյալն աղաչում, ժողովուրդ ջան։ Ամեն թանկագիններս, եթե նրա կամքը քեզ համար ամենաառաջնայինն է, ուզում եմ շեշտեմ, ամենաառաջնային, կան առաջնային բաներ, չէ՞, մեր կյանքում, կան։ Բայց եթե Աստծո կամքը քո համար ամենաառաջնայինը չէ, դու հոգով երկրպագող չես։ Իսկ նրա կամքը գրված է Աստվածաշնչում։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ, կաստ է մարդ, որ ուզում է Աստծո հետ խոսա, հա? Իսկ ուզում ես, որ Աստված քո հետ խոսա։ Աստված քո հետ խոսում է, սիրելիս, իր խոսքի միջոցով։ Եթե դու ուզում ես Աստծուն լսած, բաց Աստվածաշունչը։ Եվ նա կխոսա քո հետ։ Որտեվ Աստվածաշունչը Աստծուց նամակ է։ Ինչքան ես դու սիրում Աստծուն, դու այդքան կսիրես նրա խոսքը։ Այսօր սատանան ամեն ինչ անում է, որ դու պտիշկա ձնես։ Լավ, 2 տող կարդացի, այսօրվա համար հերիք է։ Հերիք չի աղջի, կարդացիր։ Ժորժ ջան, ասեմ ես քեզի, ինչքան ես դու կարդում, ինչքան ես սիրում Աստծո խոսքը։ Հա? Ուզում ես իմանաս ինչքան ես դու ժամանակ անցկացնում Աստծո խոսքի հետ, դու այդքան ես սիրում Աստծո խոսքը։ Աստված գիտեք սատանան ինչ է ուզում, սատանան տեղերն ուզում է փոխա, շատ կա, չէ, ինտերնետում էլ կա, Աստվածաշունչ թե ինտերնետ, էդի հոգևոր մարդիկ են գցում։ Մարդը չի կարում Աստծո խոսքը կարդա, երկու բերան կարդում, թեքում հեռախոս։ Ու սկսում թերթել, հետաքրքիր, ու կորավ իր օրը։ Գողացավ սատանան։ Ինչքան, լսեք, թանկագիններս, ինչքան ուզում ես իմանաս ինչքան ես սիրում Աստծուն, հələ տես ինչքան ես ժամանակ կանցկացնում Աստծո խոսքի հետ։
Ինչքան ես կարդում Աստծո խոսքը, ինչքան ես հայտնություն ստանում Աստվածաշնչից, ինչքան ես սովորում։ Ասեմ ձեզ, ինչքան որ դու շատ կարդաս, այնքան շատ կսիրարվես։ Ինչքան շատ կարդաս, այնքան պարապ մի մնա, հենց դու պարապ ես մնում բաց Աստվածաշունչը։ Ու բացելուց առաջ ասած Տեր, հայտնություն տուր ինձ։ Ուզում եմ, որ դու խոսաս իմ հետ։ Ամեն։ Գիտեք ինչ եմ աղոթում ժողովուրդ ջան, որպեսզի դու մինակ չլսեք այս խոսքերը, դու հայտնություն ստանաք։ Հայտնություն ստանաք։ Ու ձեր կյանքում իրականացնեք, մենակ չլսակ, եթե ձեր տուն հաջորդ կիրակ էլի գաք լսակ ու ձեր կյանքում ոչ մի բան չփոխվի։ Ուզում եմ թանկագիններս, որպեսզի դուք մտնեք այն կոչման մեջ, որի համար Տերը ձեզի կանչել է։ Ուզում եմ, որպեսզի դուք հասունանաք, ուզում եմ, որ ձեր կյանքերը փոխվի, ուզում եմ, որ ձեր հավատքը աճի։ Ամեն ժողովուրդ ջան, եթե քո անձը նվիրում ես Աստծո կամքը իմանալուն եւ կատարելուն, դու հոգով երկրպագող ես։ Եթե նվիրում ես քո կյանքը Աստծո կամքը իմանալուն եւ կատարելուն, իրականում դու հոգով երկրպագող ես։ Հիմա դու կարող ես մտածես, ասես ես ինչ ծառայող, ասեմ յուրաքանչյուրը պետքա դառնա ծառայող։ Յուրաքանչյուրը թանկագիններս պետք է դառնաք ծառայողներ։ Յուրաքանչյուրը։ Ամեն։ Դրա համար դու պետք է կանգնես Տիրոջ առաջ ու ասես Տեր, ինչ պետք է անեմ ես։ Ասես քեզի ցույց կտա։ Եթե ասեմ ձեզ Ժորժ ջան, եթե յուրաքանչյուրը մի փոքր բան վերցնեք պատասխանատվություն ձեր վրա, գիտեք մի մեծ աշխատանք վերջում կկանգնի։ Մի մեծ գործ կկատարվի։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ։ Ինչ է նշանակում ծառա։ Հիմա դու կասես, եթե ինչ պարզ հարց ես տալու։ Ասեմ ես քեզի թանկագինս, Աստված ուզում է ունենա բանակ, կռվող բանակ։ Աստված ուզում է ունենա մարտունակ բանակ, խոնար բանակ, իմաստուն բանակ, հավատարիմ բանակ, աստվածավախ բանակ, աշխատասեր բանակ։ Գիտեք ինչի համար, որպեսզի գյուղերը գրավի իր անունի համար։ Բոլոր գյուղերը։ Սատանան այսօր գյուղերը գրավ է, չեք նկատում, որ սատանան գրավել է գյուղերը։ Այս վերջում ես մի հատ ազնվորության հանդիպա, երևի 10 տարի ու շատ այդ ձև մարդու ես չի հանդիպել։ Ասավ իմ ներկայությամբ Աստծո մասին չխոսաս։ Այսօր եթե մուսուլմանական երկրում ես, այդ ձև մարդ չես հանդիպի։ Կարող է իրանք ասեն Քրիստոսի մասին չխոսաս։ Այտենց էլի չեն ասի, Քրիստոսի աստվածության մասին մուսուլմանները կասեն չխոսաս, բայց երբեք չեն ասի այդ թեմայով իմ հետ չխոսաս։ Այսինքն Ժորժ ջան, սատանան գյուղերը գրավ է, որպեսզի այդ գյուղերը գան Տիրոջը, դառնան Տիրոջը երկրպագու, բանակ է պետք։ Բանակ, ավետարանիչներ, ավակներ, որոնք կգրավեն այդ գյուղերը Հիսուսի համար։ Ամեն թանկագիններս։ Եթե քո մեջ կա նախանձավորություն Աստծո արքայության համար, ես մտածում եմ դու քո տեղից կշարժվես։ Ամեն։ Դու քո կանձդ կնվիրես Աստծո արքայության գործին, եւ դա քո համար կլինի ամենակարևոր բանը։ Որտեվ սատանան գողացել է մարդկանց փրկությունը, իմաստությունը, երկյուղը, ու մարդկանց դարձրել է կռապաշտ, ու մենք ցած այդքան գանք, եկեղեցի այդքան գանք ու ծերանանք։ Չի լինի սենց, Ժողովուրդ ջան։ Մենք պետք է շարժվենք մեր տեղից։ Այսօր կա հեռախոս, կա ինտերնետ, ամեն միջոցները կա, մարդիկ հավաքը, Աստծո խոսքով լցրի, սկսա ավետարանել, ինտերնետով ավետարանա ոտքերը չի աշխատում։ Ամեն թանկագիններս։
Ուզում եմ բացենք Հովանես ավետարան 10:17-ը։ Տասերորդ գլուխ 17-րդ խոսք։ Ասում է նրա համար իմ հայրս, սա Հիսուսն է ասում։ Ասում նրա համար իմ հայրս ինձ սիրում է։ Այսինքն հայր Աստված Հիսուսին սիրում էր։ Պատճառ կար, ինչի համար, որովհետև ես իմ կյանքս դնում եմ։ Հիմա հարց առաջանում, ինչ է, եթե Հիսուսը իր կյանքը չդներ, հայրը չէր սիրի, կսիրեր։ Էլի կսիրեր։ Բայց գիտեք, էսի մի ուրիշ սվերա, մի ուրիշ սիրո դրսևորում է։ Հիմա թանկագինս Աստված էլի մեզ յուրաքանչյուրի սիրում է, այնպես չէ որ չի սիրում, բայց երբ որ դու քո կյանքը դնում ես, դա մեկ ուրիշ փոխհարաբերություն է թանկագիններս։ Երբ որ դու քո անձը դնում ես, երբ որ դու քո անձը նվիրում ես, երբ որ դու քո անձը տալիս ես, երբ որ դու քո անձը զոհաբերում ես, երբ որ դու քո անձը ընծայում ես, Աստծո գործերի համար, Աստված մի ուրիշ ձևի է քեզ սիրում։ Հիմա մի մարդ օրինակ ունի երկու որդի, երկուսին էլ սիրում է։ Բայց այն մեկը, որ իր կամքը կատարում է, ու գինա վճար, նրան ավելի է սիրվելու։ Համաձայն եք թե չէ։ Բոլորս ընտանիք ունենք, գիտենք։ Եթե դու մի հատ ասենք անպիտանել երեխա ունենաս, էլի կսիրես։ Բայց եթե դու ունենաս մի երեխա, որ քո կամքը գիտի եւ կատարում է, դու նրան առավել կսիրես, ավելի ինքը մոտ կլինի քեզի։ Հետո գիտեք, հետաքրքիրը որ մեկն է, ասում է իմ կյանքս դնում եմ, Հիսուս ասում է իմ կյանքս դնում եմ, որպեսզի նորից առնեմ։ Նորից առնելն ինչ նկատի ունի։ Ինքը հարության մեջ բաժին ունեցավ Հիսուսը։ Այ եթե դու քո կյանքը դնես, հարության մեջ բաժին կունենաս։ Հետո ինքը աշակերտների առաջ համբարձվավ երկինք։ Համբարձվավ երկինք։ Ամեն թանկագիններս։ Ուզում ես հոր կողմից սիրվես, հա, դիր քո կյանքը, մի խնայր, դիր, դուր քո կյանքը, ալելույա, դարձիր Աստծո ձեռքի գործիքը, ուզում եմ բացենք 2 Տիմոթեոս 2 գլուխը, եկեք բացենք 2 Տիմոթեոսը, 2 Տիմոթեոս 2 գլուխ, ուզում եմ կարդանք 20-րդ խոսքից, 20-21-րդ խոսքերը։ Ուրեմն 20-րդ խոսքը կարդամ, ասում է մեծ տան մեջ ոչ միայն ոսկի եւ արծաթի ամաններ կան, հապա փայտի եւ հողի ամաններ էլ կան։ Մեծ տունը գիտեք ինչն է։ Եկեղեցին է։ Հիմա տեսեք, այս փայտից եւ հողից ու ոսկուց ու արծաթից ամաններ ետի մենք ենք։ Շարունակությունը ուզում եմ նայենք։ Ասում է ոմանք պատվի համար են, ոմանք անարգանքի համար են։ Հիմա հարց։ Եթե դու ուզում ես եկեղեցում լինես պատվի համար, դու ես դա որոշում։ Պատվի անոթ լինես, թե անարգանքի անոթ։ Դա դու ես որոշում։ Հիմա տեսեք, հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ։ Գիտեք փայտի եւ հողի ամաններն ինչի համար էին օգտագործում։
Փայտի եւ հողի ամանները ոչ թե սեղանի համարին օգտագործում, այլ չգիտեմ, ուրիշ բաների համարին օգտագործում, չեմ ուզում անրամասնեմ։ Բայց միևնույնն է, սեղանի վրա չէր դրվում այդ փայտից եւ հողից ամանը, ինքը կեղտը շուտ էր հավաքում, ինքը շուտ էր կոտրվում, շուտ էր ջարդվում։ Իսկ ինքը արժեք չուներ։ Ժորժ ջան, սա Պողոս Առաքյալն ասում, հիմա ուզում եմ ասենք առաջ։ Ուստի եթե մեկը իր անձը անարգ բաներից մաքրի, պատվական անոթ կլինի։ Հիմա հարց եմ ուզում տամ։ Եթե ուզում ես պատվական անոթ դառնաս, անձդ անարգ բաներից մաքրա։ Հիմի դուք ասես ի՞նչ նկատի ունեմ։ Միգուցե չասես, բայց ասեմ, բոլորովս շատ լավ գիտենք ինչ նկատի ունի Աստծո խոսքը։ Դու չգիտես, որ քո կյանքում օրինակ անարգ բաներ կա, լավ էլ գիտես։ Բա ինչի չես մաքրում։ Կողքինդ կա մաքրի, դու չես մաքրի։ Ինքը կլինի պատվական անոթ, դու չես լինի պատվական անոթ։ Ոչ եք նեղվում։ Հիմա լսեք Ժորժ ջան, եթե դու ուզում ես Տիրոջ տանում ես պատվական անոթ լինես, անձդ մաքրա անարգ բաներից։ Օրինակ, կամեցողություն ունեցի։ Նախանց մի էլի։ Էլ ասեմ, օրինակ, լիքը բաներ կա Ժորժ ջան, սուրբ եղի, աչքերդ մաքրա։ Էլ ասեմ, օրինակ, ձգտիր ծառայես Տիրոջը։ Ու լիք էզև բաներ։ Օրինակ, բարկասկոտ մի եղի։ Ծույլ մի եղի։ Անարգ բաներից ասում է քո անձդ մաքրա։ Ամեն սուտ մի խոսա։ Եվ այլ, լիքը բաներ կա։ Չի էլ է, որ դու մի բան ես անում, հետո Տերը հանդիմանում է։ Եղել է այդ ձև բան։ Եղել է թե չէ։ Լսի Սուրբ Հոգին, ասում է, այս բանը, որ արեցիր, էլ չանես, բայց դու շարունակում ես անել։ Եղել է այդ ձև բան, թե չի եղել։ Չէ, ասեն սիրտ սրտից խոսանք։ Մենք ամեն կիրակի սովորեցնում ենք Տիրոջ կամքը։ Սուրբ Հոգին հիշեցնում է քեզի Աստծո խոսքը։ Օրինակ, որ այս բանը, այս ինչին խոսացիր, այդ տոնով պետք է չխոսի։ Քո սրտում Սուրբ Հոգին խոսում է, քո հետ ինքը աշխատում է։ Ինքը էտում է քեզի։ Ինքը անարգ բաներ ուզում է մաքրի, բայց դու պետք է թույլ տաս, սիրելիս։ Մենք ասում ենք ինչի համար sense վատ է լավ իմ կյանքը, որովհետև դու ժամանակին չլսեցիր Սուրբ Հոգուն։ Չլսեցիր նրա խրատը։ Չլսեցիր Աստծո խրատը։ Եվ քո կյանքում այդ ձև բաներ եղավ։ Հիմա Աստված հրյալ, պարզ ասում է, անձդ նվիրա ինձ։ Դու ես որոշում կայացնելու, նվիրես թե չնվիրես։ Մենք չենք որոշում կայացնում, հնազանդվենք Տիրոջը, թե չէ հնազանդվենք, ժողովուրդ ջան։ Մենք ենք որոշում։ Ես ասեմ ձեզ, գիտեք սատանան ումից է փախնում, ովքեր որ հնազանդ են Աստծուն։ Եթե դու Աստծուն հնազանդ ես, սատանան ընդհանրապես գործ չի կարող ունենա քո հետ։ Բայց եթե դու անհնազանդ ես Աստծուն, սատանան տեղ կունենա քո կյանքում բռնվելու ու քեզի կչարչարի։ Սա է ճշմարտությունը, ժողովուրդ ջան։ Հիմա նայեք ինչ է գրված շարունակության մեջ։ Ուստի եթե մեկը, գիտեք, այս եթե բառը այնքան բան է փոխում։ Ասում է, ուստի եթե մեկը իր անձը անարգ բաներից մաքրի, նա պատվական անոթ պիտի լինի, սրբված, դսում եք, եւ իր Տիրոջը պիտանի ամեն բարի գործերի համար պատրաստված, սրբված, մեկ։ Երկրորդ ինչ ասում, իր Տիրոջը պիտանի, կաստ է մարդ, որ ուզում է պիտանի լինի։ Նա թափառը։ Ուզում ես պիտանի լինես, պետք է սրբես քո անձը։ Սրբված, պիտանի, հետո շարունակության մեջ ասում է, ամեն բարի գործի համար պատրաստված։ Ամեն բարի գործի համար պատրաստ։
Լսեք թանկագիններս։ Պետք է մենք, ժողովուրդ ջան, որոշում կայացնենք մեր անձերը նվիրենք։ Ամեն։ Ալելույա։ Հիմա ուզում եմ բացենք Հովհաննես ավետարան 21:15-ը։ Ավետարանի թանկ Հովհաննես։ Հովհաննես ավետարան 21:15։ Ասում է, երբ ճաշ արեցին, Հիսուսը ասավ Սիմոն Պետրոսին. Սիմոն, Հովնանի որդի, ինձ դրանցից ավելի կսիրես։ Նա ասավ նրան, այո Տեր, դու գիտես, թե քեզ կսիրեմ։ Ասավ նրան, արածեցրու իմ գառնուկներս։ Նորից երկրորդ անգամ ասավ նրան, Սիմոն, Հովնանի որդի, ինձ կսիրես։ Ասավ նրան, այո Տեր, դու գիտես, թե կսիրեմ քեզ։ Ասավ նրան, արածեցրու իմ գառնուկներս։ Երրորդ անգամ ասում, Սիմոն, Հովնանի որդի, ինձ կսիրես։ Պետրոսը տրտմեցավ։ Հիմա մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ։ Եղել է, երբ որ դու գաս եկեղեցի, քարոզը օրինակ կրկնվի։ Եղել է։ Լավ, մի հատ հարց եմ տալում ձեզ, ինչի համար իր Հիսուսը քարոզը հա կրկնում ամեն շաբաթ։ Որովհետև Պետրոսը լսում էր, բայց հայտնություն չէր ստանում։ Դուստեք։ Որովհետև Հիսուս ինչի համար էր կրկնում, որովհետև Հիսուսը շատ կարևոր բան էր ասում, բայց Պետրոսը շատ կարևոր չէր ընկալում սա։ Դրա համար կրկնվում էր, Ժորժ ջան, այս թեման, օրինակ այս նվիրվածության թեման, գիտեք, ես երևի երկու ամիս առաջ էլի տվել եմ, բայց ասեմ ես ձեզ, եթե մի բանի մասին խոսում ու չկա փոփոխություն, պետք է նորից խոսվի։ Օրինակ մի բան ասեմ, եղել է, երբ որ դու ճաշ ես ուտում, տենում ես ալանիա աղ ես լցում։ Մի հատ էլ ես փորձում, եթե տենում ես էլի ալանիա, էլի ես աղ լցնում։ Եթե թանկագինս ես պետք է սիրո մասին օրինակ խոսամ, ու ոչ մի բան չփոխվի, էլի է պետք սիրո մասին խոսալ։ Ոչ թե պետք է մենք տրտմենք, այլ պետք է մենք հասկանանք ինչի համար է կրկնվում այս թեման։ Ստեյք ժողովուրդ ջան։ Թանկագիններս մենք պարտավոր ենք եւ պետք է որ մենք հոգեվոր հասունանանք, որ երեխայի նման չմտածենք ու երեխայի պես չխոսանք ու երեխայի պես չգործենք։ Ամեն ժողովուրդ ջան։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Ուզում եմ բացենք Հռոմեացիս 14:7-ը։ Տասնչորսերորդ գլուխ 7-րդ խոսքը։ Նայեք ինչ ասում։ Պողոս առաքյալը հետաքրքիր բան ասում Հռոմեացիների եկեղեցուն։ Ասում է, վասնզի մեզանից որևէ մեկը իր անձի համար չի ապրում։ Իր անձի համար չի ապրում, այսինքն կարա լինի թանկագիններից, որ մեզնից մարդիկ իրանց անձի համար ապրեն։ Սա սխալ է։ Եվ շարունակության մեջ ասում է, կամ իր անձի վասնզի մեզնից որևէ մեկ իր անձի համար չի ապրում կամ իր անձի համար չի մեռնում, քանզի եթե ապրենք, Տիրոջ համար կապրենք, եւ եթե մեռնենք, Տիրոջ համար կմեռնենք։ Ուրեմն թե ապրենք եւ թե մեռնենք, մենք Տիրոջն ենք։ Ամեն ժողովուրդ ջան, դու կենթանի ժամանակ ես, որ ապրում ես Տիրոջ համար պետք է ապրես։ Մահանում ես, էլ Տիրոջ համար պետք է մահանաս։ Մենք բոլորս թանկագիններս, իհարկե ամեն բան իր ժամանակին։ Փառք Տիրոջը, ես ամենավերջի տեղը կկարդամ, թող փառաբանության խումբը բարձրանա։ Ուզում եմ ամենավերջի տեղն նայենք Մատթեոս 10:37։ Մատթեոս 10-րդ գլուխ
37-րդ խոսք 37-38 կկարդանք հետևյալն է գրված ասում եմ նա որ իր հայրը կամ մայրը ինձանից ավելի կսիրե ինձ արժանի չէ եւ նա որ իր տղան կամ իր աղջիկը ինձանից ավելի կսիրե ինձ արժանի չէ դու ուշադրություն դարձեք որ Աստված չի ասում ձեր ընտանիքի անդամներին մի սիրեք բայց ասում է ինձանից առավել մի սիրեք գիտեք եթե ասում է ինձի արժանի չէ գիտեք ինչ նկատի ունի դու արժան, եթե դու Քրիստոսին քո կյանքում ամենից շատը չսիրես, դու արժանի չես լինի իր աշակերտը կոչվելու։ Ուղղակի չես կարող իր աշակերտը լինես, իր ծառան։ Հետաքրքիր մի հատ շատ բանալի հարց եմ տալու, որով մենք կեզրափակենք։ Կարաք հստակ ասեք Հիսուսին ձեր կյանքում ամենաշատն եք սիրում թե ոչ։ Ոնց կարաք ապացուցեք գործերով լավ եթե գործերով թանկագիններս եթե գործերով ինչ նկատի ունեք ասել գործերով հա նարնի ջաբանես Աստծո արքայությունը կառուցեն Հա? Ժամանակ տրամադրելով Ասեմ ձեզի թանկագինս Եթե քո ընտանիքի կամքը Աստծո կամքին հակառակ է ու դու ընտրում ես քո ընտանիքի կամքը դու քո ընտանիքին ավելի ես սիրում քան Աստծուն Բայց եթե քո ընտանիքի կամքը թողած դու ընտրում ես Աստծո կամքը դու Աստծուն ավելի ես սիրում բայց երանելին գիտեք որն է որ քո ընտանիքը ապաշխարի սա է երանելին դրան հասնելու համար դու պետք է գին վճարես ամեն թանկագիններս սա է ճշմարտությունը չգիտեմ միգուցե դառնա բայց սա է Ուզում եմ 38-րդ խոսքը կարդամ Նա որ իր խաչը չի վերցնում եւ իմ հետևիցս գա ինձ արժանի չէ Ուզում ես դառնաս նրա աշակերտը թանկագինես ամեն տեսակ դժվարության պատրաստ եղիր Հնարավոր է քեզի հալածեն հնարավոր է քեզի ծաղրեն չգիտեմ հնարավոր է իրանց ընկերությունից քեզի զրկեն հնարավոր է դու շատ բաներից զրկվես բայց գիտեք թանկագինես Աստված ասում է, եթե նորացնի մայրը իր նորացնի թողի, ես քեզ չեմ թողնի։ Ամեն թանկագիններս։ Քո երեխային չաստվածացնես։ Կնոջը չաստվածացնես։ Քեզ չաստվածացնես, քո ընտանիքը չաստվածացնես։ Աստված շատ մեծ կարիք ունի նվիրյալների, որոնք պատրաստ կլինեն վերցնելու իր խաչը։ Ամեն։ Ում որ դու նվիրում ես քո անձը, լսում եք, ում ես դու նվիրում քո անձը, նա էլ քո Աստվածն է։ Աստված չի ասում, որ դու քո ընտանիքին հոգ չտանես, բայց դու ամենաշատը ումն ես նվիրում, ումն ես սիրում, ասեմ քեզի, ումը շատ սիրես, նրան էլ կնվիրես։ Սա է ճշմարտությունը, թանկագիններ։ Ասեմ ձեզ Ժորժ ջան, միևնույն է Քրիստոս գալու է։ Գալու է նա մի օր, գալու է։ Ու իր վարձքը իր հետ է։ Ամեն մեկին վարձատրելու է իր կատարած գործերի համար։ Քանի դեռ եղբայրներ ժամանակը ձեռքների տա, Տիրոջը
ծառայելու Տիրոջ համար ինչ որ մի գործ կատարելու հնարավորությունը բաց մի թող։ Քանի դեռ երիտասարդ ես, կյանքդ նվիրա, քանի դեռ ձեռքերդ, ոտքերդ լավ են աշխատում, այդ հնարավորությունը բաց մի թող։ Ես Ժողովուրդ ջան 20 տարեկանից իմ կյանքը նվիրել եմ Տիրոջը, 20 տարեկանից, բանակից, ապաշխարը եկել եմ ու նվիրել եմ ու փոշման չեմ։ Եթե Տիրոջը սիրես, կնվիրես։ Տես ում ես քո անձդ նվիրում, նա էլ քո Աստվածն է։ Զգույշ մնա կռապաշտություն չլինի քո մեջ։ Ու խաբված դու մեծանաս։ Գիտեք խաբվածությունը ինչն է, խաբվածությունը խավարն է, խաբվածությունը երբ որ դու խավարի մեջ ես եւ Աստծո լույսը քո կյանքում չկա։ Ամեն թանկագիններս, եւս մի բան ասեմ ու աղոթենք։ Աշխարհի հետ ընդհանրապես մրցակցության մեջ մի մտի, վայ, ինքը ջիպ քշես, բայց ջիպ չքշեմ։ Սա աշխարհի հոգին է։ Ուղղակի դուր կյանքդ Տիրոջը։ Ամեն։ Քո հարստությունը երկնքում է, այս երկրի վրա չէ։ Ամեն թանկագինս։ Ուզում ես շքեղ տներ ունենաս, հա? Չես ուզում երկնքում շքեղ տներ ունենաս։ Երկնքում ուզում ենք, չէ՞։ Ասում եմ երկնքում գանձեր դիզեք, ոչ թե երկրի վրա։ Սովորական Ժողովուրդ ջան, ապրենք լավ է, մենք երկնքի կարգայության քաղաքացիներ ենք։ Ամեն։ Փառք Տիրոջը, հալելույա։